Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալ իրադարձության մասին։ Այսօր փետրվարի 14-ին պատմական մի գործողություն տեղի ունեցավ, որը կարելի ասել ամոթի գործողություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհապար Հայրապետին։ Վեհապար Հայրապետը մեղադրվում է ուրեմն դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, եթե հիշում եք, եպիսկոպոսներին նույնպես այդ մեղադրանքներ ներկայացվել։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Դուք լավ գիտեք, որ Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը տեղի էր ունենալու եպիսկոպոսատ ժողով եւ այս գործողությամբ, ինչպես նաեւ Վեհապար Հայրապետի ելքի արգելք տնելով որպես խափանման միջոց, խոչընդոտում է եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Ընդ որում, ինչպես հիշում եք, երեք վարչապետը հայտարարել էր, որ չի թույլ տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գա։ Ակնհայտ էր, որ այդ հայտարարությունից հետո հետևելու են այսպիսի գործողություններ։ Ափսոսում եմ իհարկե այն քննիչներին, դատախազներին, որոնք ներգրաված են այս հակաեկեղեցական գործընթացի մեջ, քանի որ ակնհայտ անիմն մեղադրանք է։ Ափսոսում եմ իրենց։ Եվ անկեղծ որոշակի նաև զայրույթով եմ լցվում, որ ինչպես կարող է մարդը թույլ տալ որոշ կարմիր գծեր հատել։ Բայց այսօրվա հարցաքննության ժամանակ էլ ուզում եմ տեղեկացնել, որ ինքս էլ նույն բացական վերաբերմունքով էի նայում քննիչին, բայց վերջում Վեհապար Հայրապետը օրհնեց քննիչին եւ նրա ընտանիքին։ Ինչը ես չէի կարող անել, բայց Վեհապար Հայրապետը այդպիսին է։ Ցավում եմ այս իրավիճակի համար, սա պատմական ամոթի օր է լինելու։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ավելիին է գնալու, ավելի վատ գործողությունների, բայց սա հերթական արձանագրումն էր։ Ես վստահ եմ, որ եկեղեցուն հնարավոր չէ հաղթել եւ ամեն ինչ լավ է լինելու։ Լավ մնացեք։